Կիրակի օրը թե ինչքան ծանր է անցնում իմ համար, կարծես տարի է այդ մի կիրակի օրը, ես առանց երեխաների կյանք չունեմ։ Դժվար կիրակիներով, բայց երեխաների նկատմամբ անչափ սիրով, այսպես է աշխատում Ցիալա Թովմասյանը։ Գերմաներենի մասնագետն ավարտել է մեթոդիկայի բաժինն ու առ այսօր գործ ունի միայն երեխաների հետ։ Հիշեցնում է, սակայն մանկավարժ ծնվում են, չեն դառնում։ Մանկավարժը հոգեբանորեն պետք է մանկավարժ լինի։ Մանկավարժ ծնվում են, չեն դառնում, ցավը տանեմ։ Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ այդ ուժը տվել է, ես հասկանում եմ յուրաքանչյուր երեխայի հոգեբանություն։ Եթե ես տեսնում եմ մի երեխա բարձր դասարանից ինչ որ շեղված երեխա է, արդեն նա նորմաներին չի համապատասխանում նրա արարքը, այնքան հանգիստ եմ մոդանում, այնքան սիրով եմ իրան բացատրում, որ բալիկ ջան, կործանվելու ես, ցավը տանեմ, արի հիսվի իմ հետ, քո տատն եմ, ինչ տարբերություն, ես ձեր բոլորի տատիկն եմ։ Ես հասկանում եմ, որ դու թեքվել ես քո ուղիղ գծից, ու երեխաներն էլ են ընդունում իմ ասածը։ Ավագ աշակերտներին հորդորում, իսկ փոքրերին ընկեր Թովմասյանը դասավանդում է գրեթե 50 տարի։ Տարրական օղակի մասնագետն Իշխանաձորում հաստատվել է 2000 թվականին։ Սպիտակի երկրաշարժն ապրած տիկին Ցիալան նոր դժվարություններից չվհատվեց, եկավ ու բեռը չթողեց կես ճանապարհին։ Շատ դառը պայմանների մեջ ենք ապրել, ասեմ, 1000-ից մեկը կդիմանար այդ պայմանին, տղա ջան, լույս չկար, պայման չկար, անգամ եթե գումար ունեիր, տրանսպորտ չկար, որ դու գոնե մի պարկ ալյուր առնեիր ապրելու համար, բայց դիմացանք։ Ես կոնկրետ իմ ուսերի վրա այնքան բեռ եմ տարել, ամուսինս չէր սիրում այդպես բաներ, ողորմածիկ ա եղել ինքը, ու միշտ ասում էր գաղթականությունը սև մերոտ բիձեր, ես ինչ էր արիր դու մեզ գաղթական սարքեցիր, բայց ես չդժգոհեցի։ Չդժգոհելու բնավորությամբ Ցիալա Թովմասյանն Իշխանաձորում վարակել է բոլորին։ Գործընկերներն ասում են, լավատես է ու անասելի պարտաճանաչ իր աշխատանքում։ Աշխատել են, ստեղծել ու այսպես ձևավորվել է համայնքը։ Ես ալուրաղալվել եմ գնացել, ջաղացում եմ քնե գիշերը, ոտքով միջև հողամասը, որտեղ ցանված է եղել կոմբան ճարելու համար, օրը 10 անգամ ոտքով գնացել, եկել եմ 40 աշճան ջերմության տակ ու փառք Աստծո, ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ այդքան ուժ տվեց, ճիշտ այսօր առողջական վիճակս նորմալ չի, բայց ոչինչ։ Ինչ որ արել եմ իմ ազգի, իմ երեխաների համար եմ արել ու քանի շունչ ունեմ կանեմ, որքան հնարավոր է կանեմ։ Գոնե տանն էլ որ նստած ունեմ, եթե ինձանից խորհուրդ հարցնող լինի, սիրով այդ խորհուրդը կտամ, որովհետեւ մենք ճիշտ ապրենք։ Ճիշտ ապրելու իր բանաձևն ունի բազմափորձ մանկավարժը, թե աշակերտին տալու բան չունենար չէր գա աշխատանքի, ասում է։ Երրորդ տարին է դասավանդում է Թորանը, գրետան տարաճանաչ է տատի օգնությամբ։ Դասարանն ավարտի տարրական օղակը, ուսուցչուհին էլ հանգիստ խղճով գնալու է թոշակի։ Ու հիմա որ մտածում եմ 4-րդ դասարանը ավարտեցնելուց հետո ես էլ դպրոց չեմ գա, ամոթ է 71 տարեկան կլինեմ արդեն, ես ցավ եմ ապրում դրա համար, ասում եմ, բա ոնց եմ ապրելու առանց դպրոցի, առանց երեխաների։ Չգիտեմ։ Արաց կատարածի պտուղներն ընկեր Թովմասյանը վայելում է բազմիցս։ Պատերազմը տխուր երևույթ է, բայց մանկավարժն այդ օրերին էլ հպարտանալու առիթ ուներ։ Պատմում է, ապրիլին իր աշակերտները կոչերի ու հավաքների չեն սպասել, իսկույն շտապել են առաջնագիծ։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր։